Այս Զառումատ փողոցը Երևանի քարտեզից դուրս է։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Արինբերդի փողոցը տարիներով ասֆալտի երես չի տեսել։ Տարբեր ճաշակի, մեծ, միջին, փոքր, երկար փոսերը օրը մի քանի մեքենա են ջարդուխուռ դանում։ Ամիս մեկ պերեդոկ եմ ավակում, ամիս մեկ։ Միշտ ստեղծած։ Միշտ, մանավանդ անձրևի ժամանակն էր։ Հենց հիմա շիթը որտեղ է ջարդած է։ Այստեղի փոսը։ Այո։ Մի քիչ այան ավելի շատ փոսեր կա։ Առանձնապես փոսեր Երևան քաղաքում այս պահին առկա չեն։ Սովորական բանականության վրա էլ հույս չեն դնում, որ արհեստականով են ստուգում քաղաքապետարանում ասֆալտի ճաքերը, փոսերը, մաշվածքը եւ կոմունալ դիտահորերը։ Քաղաքապետարանը միացել է GS աշխարհագրական տեղեկատվական համակարգին, որն էլ պարզել է մայրաքաղաքում չկան փոսեր։ Բոլոր այն ավտոբուսները, որոնք կահավորված են տեսախցիկով, բոլորի տեսապատկերը վերցրել վերլուծել ենք։ Արհեստական բանականությունն ինչ գիտի, թե մենք ինչպես ենք ապրում, զայրանում են Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն ու առաջարկում են Ավինյանին սեփական մեքենայով գալ ու անցնել Արինբերդի փողոցով։ Ասфальт մոկայի աշկոտ ես։ Անձնական մեքենաներով թող մի հատ գալ մտնեն տեսնեն փագած է փոսերը, թե փագած չի։ Տեսեք, ձեր աշկով, տեսեք, որ լիքը փոս է։ Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության ղեկավարը խորհուրդ է տալիս քաղաքային իշխանությանը նորարարական տեխնոլոգիաներին դիմելուց առաջ լսել սովորական մարդկանց։ Հիմա այստեղ որ գործակարգավարականին նստում խոսում են, ինչ են մտածում, այս քաղաքում երթևեկության մեջ գտնվող վարորդները չեն տենում իրենց խոսածածը եւ չեն տենում իրականությունը։ Եվ ունեցել ենք նաեւ աբսուրդ վիճակ, որ նույն փողոցը մեկ տարվա ընթացքում երկու անգամ են ասֆալտապատել։ Այնպես որ որքան էլ նորարարական տեխնոլոգիաներ իրենք փորձեն կիրառել, եթե աշխատանքի որակը եւ կառավարման հմտությունները բավարար չեն, որևիցե տեխնոլոգիա չի կարող օգտակար լինել։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։